Ռացիոնալ ազգայնականությունը դա այն ազգայնականությունն է, որը ազգային նպատակները, ազգային իդեալները հետապնդում է ըստ էության ժողովրդավարական ճանապարհով, ժողովրդավարական ուղով։ Այդ շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ ինձ թվում է, եւ նույնը դու ես դրա մասին ասում, ազգայնականությունը ոչ միայն ասոցացվում է հետամնացության հետ, այլև ասոցացվում է ավտորիտար դիկտատուրայի հետ։ Այո, գիտեմ, Մուսոլինիի ֆաշիզմը ազգայնական դիկտատուրա էր։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք ռացիոնալ ազգայնականության մասին, մենք պետք է հստակ ձևակերպենք։ Մեր պատկերացած ռացիոնալ ազգայնական պետությունը դա ժողովրդավարական պետություն է։ Երբ որ մենք խոսում ենք ներառականության մասին, մենք պատկերացնում ենք, որ ամեն քաղաքացի ունի ոչ միայն քաղաքացիական իրավունքներ, այլև քաղաքական իրավունքներ, որ ինքը մասնակցում է քաղաքական դիսկուրսում, որ ինքը մասնակցում է քաղաքական որոշումների կայացմանը, որ ինքը գալիս է ընտրությունների իր ձայնը չի կերծվում, որ ինքը մասնակցում է հարատների ռոտացիա պետք է։ Որ տեղի ունենում այո իշխանության ռոտացիա, որ